Ամեն անգամ Netflix-ի սերիալները դիտելիս կամ TikTok-ը թերթելիս չեք էլ կարող պատկերացնել, թե ինչքան մեծ ազդեցություն է ձեր վրա գործում փափուկ ուժը։ Առաջարկում եմ միասին հասկանանք, թե ինչ է դա։ Փափուկ ուժ եզրույթն առաջին անգամ օգտագործել է Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Ջոզեֆ Նայը 1980-ականներին։ Նայի կարծիքով ուժը այլոց վարքագծի ձևավորման վրա ազդելու եւ ցանկալի արդյունքի հանգեցնելու կարողությունն է, որը տեղի ունենում ոչ թե ագրեսիայով կամ սպառնալիքով, այլ մյուսներին անել տալ այն, ինչ դու ցանկանում ես, համոզել եւ ոչ թե հարկադրել։ Փափուկ ուժի պատմական նախատիպերը կարելի է տեսնել դեռ հին աշխարհում։ Օրինակ, Ալեքսանդր Մակեդոնացու նվաճումներից հետո հունական լեզուն եւ մշակույթը տարածվեց աշխարհի գրեթե կեսում, ձևավորելով հելենիստական մշակույթը։ Եթե սա տեղափոխենք ժամանակակից աշխարհ, ապա մեր առօրյայի անբաժան մասնիկը դարձած շատ բաներ համարվում են փափուկ ուժի վառ օրինակ։ Օրինակ, Ամերիկայի ազդեցությունը տարածվում է նաև Հոլիվուդի, Netflix-ի, սոցիալական մեդիայի, ամերիկյան երաժշտության եւ հեղինակավոր համալսարանների միջոցով։ Հաստատ լսած կլինեք Հելոուինի կամ գոնե Գրին քարտի մասին։ Մեկ այլ աննկատ թվացող օրինակ է Հարավային Կորեան։ K-pop-ը, կորեական սերիալները, կորեական գեղեցկության տենդենսները, խոհանոցը եւ վերջերս շատ լայն տարածում գտած կորերեն սովորելու ձգտումները բացարձակապես պատահական չեն։ Դրանք կորեական կառավարության երկար տարիների տքնաջան աշխատանքի արդյունքն են։ Մեկ այլ բացառիկ եւ իմ ամենասիրելի օրինակն է Հնդկաստանը։ Հաստատ գոնե մեկ անգամ հնդկական ֆիլմ դիտել եք։ Ջիմին, Ռամը, Քուշին ու նմանատիպ մյուս կերպարները այն լուրջ ու ազդեցիկ ֆիգուրներն են, որոնց միջոցով տարիներ շարունակ Հնդկաստանը մեզ մոտ ձևավորել է բարի, ավանդապաշտ ու գունագեղ երկրի համբավ։ Հետևելով Հնդկաստանի հաջող օրինակին, նույնն էլ անում է Թուրքիան։ Թուրքական գեղեցկադեմ դերասաններով սերիալները դրա հայլուն օրինակն են։ Իդեպ, երբեմն թուրքական հայտնի սերիալները կադրերում ներառում են հայերին վերաբերող որոշ հատվածներ, օրինակ խանութներ, անուններ, եկեղեցիներ, որով էլ փորձում են ներկայացնել, որ թուրքերը հայերի հետ խնդիր չունեն։ Սա օգտագործելով որպես փափուկ գործիք Թուրքիան լավ կողմից քարոզելու համար։ Փափուկ ուժի աննկատ վարպետներից է Չինաստանը։ Չինական տեխնոլոգիաները, շատերից սիրելի TikTok-ը, մշակութային ծրագրերը, մարդ արվեստը, թեյի մշակույթը եւ նույնիսկ TikTok-ում տարածվող շատ թրենդներ չինական ուղիղ ազդեցությունն են աշխարհի գրեթե բոլոր կետերում։ Այսպիսով, եթե անցյալում փափուկ ուժը դրսևորվում էր կրոնի, լեզվի եւ մշակույթի միջոցով, ապա այսօր այն արտահայտվում է թվային հարթակների միջոցով։ Դրա գլխավոր առանձնահատկությունն այն է, որ մարդիկ հաճախ նույնիսկ չեն էլ նկատում, թե ինչպես են մշակութային ազդեցությունները ձևավորում իրենց ճաշակը, մտածողությունը, սպառողական վարքը եւ աշխարհի մասին ընկալումները։ Մեկնաբանությունում գրեք, թե ինչ օրինակներ գիտեք եւ հետեւեք Ռենեսանսին, միասին բացահայտենք ավելին։